քարոզարշավի ժամանակ բարեգործություն անելը դա արդեն իսկ ընտրակաշառքի եւ օրենքով սահմանված կարգով թույլատրելի չէ։ Խնդիրը այստեղ է, որ մարդիկ սկսեցին հիշեցին ակտիվ բարեգործությունների մասին այն ժամանակ, երբ նախընտրական քարոզարշավ էր ընթանում Հայաստանի Հանրապետությունում։ Հանկարծ հիշեցին ինչ-որ հեռուստացույցներ նվիրելու մասին։ Հարգելիներս, ձեզ հիմա ոչ ոք ոչինչով չի խանգարում, տարեք մարդկանց հեռուստացույցներ նվիրեք, բայց դա անընդունելի էր նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Խնդիրը հենց այստեղ է։ Իսկ ինչ վերաբերում է բարեգործներին եւ բարեգործություններին, վերջիններիս ոչ ոք ոչինչով չի խոչընդոտել այդ բարեգործությունները անել։ Բայց միևնույն ժամանակ թույլ տվեք նաև շեշտել, որ գիտեք ինչ կա, եթե մարդիկ կարծում են, որ պետք է անեն բարեգործություններ քաղաքական դիվիդենդներ շահելու համար, կներեք, բայց սա էլ անընդունելի է։ Բարեգործությունը չի կարող ենթադրել քաղաքական դիվիդենդների ընկալում։ Չի կարող այդ բարեգործությունը հետագայում դառնա քվե իրենց ուժի օգտին։ Դա անընդունելի է։ Թերևս գոնե առնվազն բարոյական տեսանկյունից։ Դե օրինակ նոր պատգամավորներից ուժեղ Հայաստանի ասում են, որ թույլ չեք տալիս բանի ծորել այդ հումքի ժամանակն է եւ կոմբայնը չի կարող աշխատել։ Շատ ներողություն, բայց նախընտրական process-ների են պատրաստվում մարզերում։ Այդ նորից էլի հանկարծ հիշեցին բարեգործությունների մասին։ Հունվար ամսին թող անեին, դեկտեմբերին անեին, փետրվարին անեին, նախորդ տարի թող անեին։ Հիմա հանկարծ երբ իմացել են, որ գիտեք ինչ կա, այդ համայնքում ընտրություններ են լինելու, ձևի համար մի հատ կոմբայն են տարե կանգնացրել են այնտեղ, ասում են, այ տեսեք, նորից էլի թույլ չեն տալիս, մենք ուզում ենք բարեգործություն անենք, լավ բան անենք այս ժողովրդի համար, մեզ թույլ չեն տալիս։ Ձեր ցավը տանեմ, բա մինչև հիմա ուր եք։ Ինչի մինչև հիմա այդ կոմբայնի մասին չէիք հիշում։ Այդ բարեգործությունները ավելի վաղ անեիք, ավելի շուտ անեիք։ Ընդհանրապես այս ամեն ինչը շահարկման համար է արվում, որ բերեն կոմբայնը կանգնացնեն, ասեն, հայ տեսեք կոմբայնը առանք, ուզեցինք ժողովրդին լավություն անենք, մեզ հիմա թույլ չեն տալիս։ Դե կներեք, օրենքը թույլ չի տալիս։ Նախընտրական process-ներ են, թիմ ընտրություններ են լինելու։ Եվ կներեք, ճշգրտում կներեք, պարոն Չապոյան, երեք Ադրբեջանի պաշտոնյաներից հաջողը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխության ազդակներ Հայաստանի ստանում, ինչ ազդակների մասին։ Ես տեղյակ չեմ, նախ ծանոթ չեմ Հաջիևի հայտարարությանը եւ տեղյակ չեմ ու չեմ կարող ասել, թե ինչ ազդակների մասին է խոսքը։ Եվ ընտրակաշառքների հետ կապված են գործերը, ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները չեն ընդունում, որ իրենց հետ որևէ կապ թե կամ նախոստովանական ցուցումներ, այն նշեցիք, որ բարեգործության հետ կապված են, ասում են բարեգործությունը դրա մեջ ոչ մի անձնավոր արարք չկան, բայց հիմա երբ որ օրինակ ինչական մարմինների գործողություններ սկսել, որ ցուցումներից առաջ դա կարող է դիտվել որպես ընտրակաշառք, իրենք համարվել են, որ դուք հալածում եք իրենց բռնաճնշումներ եք գործադրում եւ այլն։ Այն որ մեր ընդդիմադիր գործընկերները չեն ընդունում ընտրակաշառքի հարյուրավոր դեպքերը, կներեք, այդ սա աբսուրդի ժանրից է առնվազն։ Այդ դեպքերը մի հատ չեն, երկու հատ չեն, մի քանի տասնյակ չեն, հարյուրավոր դեպքեր են։ Ընդ որում խեղված ճակատագրերի մասին են այս դեպքերը խոսում։ Ազգային ժողովի նիստերի դալիճում այդ մարդիկ հայտարարում են, ասում են շանտաղություն է ընտրակաշառք բաժանելը։ Դե կներեք, ժողովուրդ ջան, ձեր փեշերից հեռու դուք ընդհանրապես կապ չունեք այդ ընտրակաշառքի հետ։ Լավ կամ ինչ երեսով եք նայելու մեր ժողովրդի աչքերին։ Մեր հասարակությունը, մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞ ախր ով է ընտրակաշառք բաժանել։ Բավական ասում եք շանտաղություն է, պատկերացնում եք ձեզ արդեն ինչ աչքերով են նայելու մեր ժողովուրդը։ Սա առնվազն կներեք, բայց անուրջ է։ Այդ խեղված ճակատագրերի համար մինչ օրս ոչ ոք պատասխան չի տվել ու չի էլ տալու։ Այդ մարդկանց օգտագործեցին ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու համար, մեկ անգամյա օգտագործման համար էին այդ մարդիկ։ Այդ մարդիկ հիմա հայտնվեցին քրեական գործերի տակ, հայտնվեցին ճաղերի ետևում ու այդ մարդկանց վրա իրանք արդեն խաչ են քաշել։